Համավարակ, պատերազմ, զոհեր, կորուստներ, սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, խնդիրների չավարտվող շղթա եւ հասարակական ոչ համարժեք արձագանք։ Սա անտարբերություն է, հանրային ապաթիա, թե ինքնապաշտպանական բնազդ։ Հոգեբանի կարծիքով բացասականի մեծ չափաբաժնից հյուծվել են մարդկանց նյարդերը, իսկ խնդրի արմատները պետք է փնտրել ավելի վաղ անցյալում։ Ատելություն են ամեն ինչի նկատմամբ, ինչ ասենք, մեր կստվյալ պահի իշխանությունների հետ է կապված, ինչ որ մի փոքր ճշմարտություն դրա շուրջը մեծ ուրեմն մի հատ խաբեություններ կառուցվում, տարածված է վախի մթնոլորտ։ Վախը, գիտեք, այսպես ասենք, հնամենի ամենաարխայիկ ապրումներից մեկն է, շատ խորքային ապրում է եւ մարդուն շատ բնորոշ է։ Հետպատերազմյան սինդրոմ 2020-ի 44-օրյա պատերազմն ու դրա անսպասելի ավարտը շոկային էր հասարակության համար, ինչի հետևանքները մինչև օրս էլ չեն անցել։ Հաջորդ գործոնը ըստ քաղաքագետի պաշտոնական Երևանի որդեգրած քաղաքականությունն է, սեփական իշխանության վերարտադրման համար պետք չէ ժողովրդի քաղաքական ակտիվ մասնակցությունը։ Իրենք ունեն մշտական, այսպես կոչված, վարչական ռեսուրսի հաշվին մոբիլիզացվող էլեկտորատ, որը իրենց թույլ է տալիս կամ իրենց կարծիքով դա իրենց հնարավորություն է տալիս անվերջ վերարտադրվել, հետևաբար մարդկանց տունը նստեցնելը, վատատեսական, հոռետեսական տրամադրություններ սերմանելը, պատերազմի ուրվականով վախեցնելը, դա կոնկրետ քարոզչական թեզեր են, որ ամենօրյա ռեժիմով մեր հարկերի հաշվին իշխանությունը ներարկում է մարդկանց ուղեղներ։ Քաղաքականություն, որը իշխանությունը դարձրել է գործիք, քարոզչական խայծեր, կեղծորակարգեր, որոնցով հյուծում են մարդկանց նյարդերն ու շեղում ուշադրությունն իրական խնդրից։ Փակ գտների հետևում ժողովրդի թիկունքում բանակցություններ էին վարվում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի փաստաթղթի շուրջ 4 տարի անց կարծես թե համաձայնեցրել են իրենց ասելով ամեն յուրաքանչյուր տողը, յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր ստորակետը, բայց խաղաղությունը հեռու է այնքան, ինչքան այդ դրա process-ի սկզբից ի վեր, ընդդիմադիր դաշտն էլ այստեղ ունի մեղքի իր փոքրիկ կամ մեծ բաժինը, ինչպես կմեկնաբանեք, հաշվի առնելով, որ այս 5 տարիների ընթացքում տարբեր նախաձեռնություններ եղել են քաղաքացիական անհնազանդություն, քաղաքական ակցիաներ, դիմադրության շարժումներ, որոնք մեծ հաշվով իրենց խնդիրը չեն լուծել, իշխանությունը շարունակում է բոլորիս անունից դեռ որոշումներ կայացնել։ Մարդիկ ուզում են ապրել սովորական կյանքով, արթնանալ, նախաճաշել, գնալ աշխատանքի, երեխային ճանապարհել մանկապարտեզ կամ դպրոց։ Հոգեբանի խոսքով սա մարդկային սովորական ցանկություն է, որը գալիս ու հատվում է երկրում տիրող վիճակի հետ, ստեղծելով երկու զուգահեռ իրականություն։ Հոգեբանը ներկայացնում է այս վիճակի մասնագիտական լուծումը։ Հոգեբանության մեջ այսպիսի մի բան կա, հա վախի տարածք եւ ինքնապաշտպանական հակահարձակման տարածք։ Պատկերացրեք, ինչ որ, ասենք, չգիտեմ, հանցագործը ընկել է ետևիցդ, դու վազում ես, փախչում ես, բայց հենց որ հանցագործը արդեն շատ է մոտենում, մարդը շրջվում է ու ինքնապաշտպանական գործողություններ է անում։ Մարդկանց այս վիճակից հանելու համար պետք են փոքրիկ հաղթանակներ, վստահեցնում են մասնագետները։ Մեկ կայծն անգամ կարող է դառնալ կրակ, տրամագծորեն փոխելով հասարակական տրամադրությունն ու վերջ տալ անվերջանալի թվացող պարտությունների շղթային։ Գառնի Մութաֆյան, Նոնա Գևորգյան, ABC Media։